երբեք չի պայմանավորեց հայրենամետ և հայրենասեր իր կեցվածքը հայրենիքի մեջ իշխանության գլուխը եղող ուժերուն նկատմամբ իր ունեցած համակրանքով և կամ անհամաձայնության իր կեցվածքով։ Որպես կոնկրետ օրինակ 1918-ին 1920 առաջին հանրապետության օրերուն, որ հայ հեղափոխական դաշնակցությունը կգրավեր հակագշրող դեղը հայրենիքի մեջ, ռամգավարները ձեռնարկեցին աննախընթաց տրամահավաքումը, որում նպատակն էր այդ օրերուն չիմացված օտարավեր դնելու նպատակին ձեռնարկին, որպեսզի այդ օտարավերը հանձնվեին դաշնակցական կառավարության հայրենիքի պաշտպանության նվաստելու սուրբ նպատակի համար։ Մեր նպատակն է և նպատակ եղած է մի շարունակե լավագույն ձևով սատարելու մեր ժողովրդի և մեր հայրենիքի պատիվը և դեղը բարձր պահելու մեր բնակած երկիրներու ժողովուրդներուն և պետությանց մոտ։ Ահա այս միտքերով է որ այստեղ կեզրակացնեմ կոչելով։ Գեցե արմենական ռամգավար ազատական կուսակցությունը, գեցե ավանդաբար սպյուրկատարած ռամգավար ազատական կուսակցությունը և գեցե մանավանդ հայ ժողովուրդը։ Մի հարց, որը հաճախ է տրվում և մեր կուսակցական ընկերների կողմից և հատկապես լրագրողների կողմից։ Եվ սա շատ սովորական հարց է, հարցադրում է Հայաստանում։ Ձեր կուսակցությունը իշխանամետ է լինելու, թե ընդդիմադիր։ Ասեմ, որ մենք իշխանամետ չենք կարող լինել, չենք էլ եղել, որովհետև իշխանություն չենք եղել, և ես չեմ կարծում, որ մոտիկ ապագայում մենք իշխանություն կլինենք։ Ընդդիմադիր մենք չենք եղել արմատական ընդդիմություն և չենք էլ լինի, այլ կընդդիմանանք այն հարցերում, կընդդիմախոսենք այն հարցերում, որտեղ գործադիր իշխանությունները կթերանան կամ սխալներ կկատարեն։ Եվ քաջալերենք, թիկուն կկապնենք այն բոլոր ձեռնարկումներում, որտեղ իշխանությունները կաշխատեն ճիշտ, արդյունավետ իշահ մեր ժողովրդին։ Մենք պետականամետ կուսակցություն ենք։ Ես մեջումբերում մեր կուսակցության մեջ սկայական վաստակ ունեցող մեր ընկերոջը Ռուբեն Միրզախանյանի խոսքերը, ասված տարիներ առաջ։ Այո, մենք պետականամետ կուսակցություն ենք։